Եռաբլուրում ենք ինչ տարբերություն, սենց էլ է նորմալ։ Ուղղակի գիտեք, այդ հարցը, որ նոր տվեցիք, որ խաղաղության պայմանագրից հետո խաղաղություն լինի, ադրբեջանցիք գան այստեղ Հայաստանում բնակվեն, որը ժամանակին իբրև թե իրանք բնակվել են այստեղ, այդ նույն տարածքներում բնակվեն, իհարկե ինչու չէ, ես իհարկե երեք կարդացել եմ այդ նյութը, իհարկե հայերը գնան Բաքվում ապրեն այնտեղ եւ այլ, թուրքերի հետ սենց ասած առուտուր անեն, ես այդ նյութը կարդացել եմ ու ահա որ ես նյարդացել եմ, ես իմ տեղը չէի գտնում, գիտեք ինչ կա, հարցը այստեղ մենակ իմ տղան չի, սա մեր հայազգի հարցն է, մեր սերունդի հարցն է, մեր երկրի հարցն է, եթե մի պետություն, ասենք ծարավա մեր արյան, ու դա նոր չի, չէ, ես Ադրբեջանի մասին եմ խոսում, եթե ծարավա մեր արյան, իհարկե դա նոր չի, դա ոնց որ ասած պատմություն գոյություն ունի պապենական եկած, ոչ 90-ականներով է, ոչ 44-օրյան է, ոչ 16-քառորյան է եւ այլ, դա պապենական եկած է, մենք ոնց կարող ենք ասենք, հանդուրժենք այս ամենը, նամանավանդ այսքանից հետո, այս 90-ականներից սկսված եւ այլ, ասենք 44-օրյայով, սեպտեմբերյանով եւ այլ վերջացած հանդուրժենք այդ ամեն ինչը։ Ինչքան պետք է թշնամանքը շարունակվի, վերջը պետք է հաղթարել այդ թշնամանքը։ Գիտեք, դա չպետք է լինի միակողմանի։ Եթե մենք սենց ասած գլուխներս կախենք իրանց դեմ, խոնարհվենք իրանց դեմ, որպես ստրուկ, ոչ արժանապատվություն ունենանք եւ այլ, ոչ մի բան, ոչ ինքնասիրություն։ Ու ինքը էլ եմ ասում, միշտ սուրը խաղացնի մեր վրա, ուզենա մեր գլուխը կախի ու մեր վիզը կտրի։ Մենք ոնց կարող ենք խաղաղություն, բարեկամություն անել միասին եւ այլ։ Դա մենակ ասեմ, կարող է անել, այո, ինչպես ոնց որ մեր ղեկավարությունը, նիկոլիզմը քարոզում է, կարամ ասեմ, քարոզում է, դա մենակ միայն իրանք կարան անեն, որովհետեւ չգիտեմ, իրանց նպատակ, իրանք թուրքամետ են, դա միանշանակ, իրանք թուրքամետ են, իրանք կարող են, իրանց սենց ասած... Որտե կարծում եք չի կարող, այսինքն անընդհատ կռիվներ են լինելու, վեճեր են լինելու... Լինելու է միանշանակ ու անկախ ամեն ինչից, բնականաբար ոչ մեկս էլ չենք ուզենա եւ թույլ չենք տա, որ ինչ-որ ադրբեջանցի կամ թուրքերը գան այստեղ բնակվեն, նամանավանդ առավել եւս շփվենք, չգիտեմ, առուտուր անենք, չկա տենց բան, չի կարա լինի տենց բան, դա բացառված է։ Եթե մեր ղեկավարությունը հանձնեց ամեն ինչ, Արցախից սկսած, Հայաստանից որոշ մասեր հանձնեց, մեզ թողեց մի փոքր հողակտոր, ու թուրքը պարծենալով, որ ինքը հաղթանակ կատարի, իհարկե դա հաղթանակ չէր։ Բայց ասում են չենք հանձնել, պարտություն ենք կրել, պատերազմ է եղել։ Գիտեք ինչ կա, մենք պատերազմ է եղել, հիմա սենց բերեմ օրինակը, կոնկրետ իմ տղաս, ինքը դեկամավոր գնացել է, ինքը ասենք հասկանալով, գիտակցելով, որ ինքը գնում է, ասենք ազնիվ գործի համար, իր հայրենիքը պահելու, պաշտպանելու, իր տուն, տեղ, ընտանիք եւ այլ, իր ազգը պահելու, պաշտպանելու համար, բայց պարզվեց ինչ, բոլորս էլ չէ, այդ պահին չեն գիտակցում, բայց հետո հասկացանք, որ պարզվեց ինչ, մեր ղեկավարությունը բառից բուն իմաստով, թիկունքից մեր տղաներին խփեց, դավաճանեցին, մեր տղաները կռվում էին, իսկ իրանք պատնոսով մատուցեցին, ասենք Շուշին եւ այլ, ընդհանուր Արցախը մատուցեցին, նվիրեցին թշնամուն, այդքան մի բան, դրա համար եմ ասում, աղջիկ ջան, մեր ղեկավարությունը կարա գնա Ադրբեջան էլ, կարա գնա ապրի, այնտեղ իրանց գլխների վրա տեղ ունեն, բայց չեմ կարծում, որ գիտեք, որ նայում ենք, չէ, ֆիլմերով, բանով, դավաճանը մնում է դավաճան, իսկ դավաճանը ինչ է, դավաճանին օգտագործում են, իր սև գործը անում է, հետո որ գնում է տվյալ երկիր կամ չգիտեմ անձը, որ իրան հովանավորում էր, որ այդ գործերը աներ, ու հենց առաջինը իրան են վերացնում, որովհետև ինքը նույն ձևի կգնա խոսքի Ադրբեջան, կսկսի հիմա էլ Ադրբեջանի դավաճանը, ինքը դավաճանը ոչ մի տեղ չունի, իրան առաջի հերթին իրան պիտի վերացնեն։ Մեր ղեկավարությունը հիմա այդ կարգավիճակի մեջ է։ Ուղղակի մեզ պետք է շատ շուտ, էլ եմ ասում, ես կոչ եմ անում մեր հայազգին, մեր ժողովրդին,
ուղղակի չգիտեմ էլ ոնց ասեմ, մենք տարիներ շարունակ մեր ծնողներով կոչ ենք անում, որ ժողովուրդ ոտքի կանգնեք, վարկյան առաջ մենք պետք է ազատվենք Նիկոլի կլանից։ Ուղղակի բառից բուն իմաստով, իրանք պետական այրեր չեն, իրանք պետական ղեկավարներ չեն, ոնց որ իրանք են ասում, իրանք թիմ են, ընդամենը, գիտեք, ոնց որ ֆուտբոլի թիմ, չգիտեմ, բասկետբոլի թիմ, բայց պետական կառույցը, պետական այրերը ոնց կարան թիմ լինեն։ Իրանք բառից բուն իմաստով ղեկավար անձեր պիտի լինեն, բայց ոչ թե թիմ։ Իրանք դրել են թիմ, ու այո, իրանք թիմով կործանում են մեր երկիրը, մեր հայրենիքը, ու չգիտեմ, ինչ է լինելու, ոնց է լինելու։ Ես առայժմս այսքան բան կասեմ։ Ուղղակի ասում եմ, ելի եմ կրկնվում, պիտի մենք սրանցից ազատվենք։ Օձի գլուխը պիտի կտրվի։ Այդքան մի բան։ Հանդուրժելու ոչինչ չկա սրանց։ Ոչինչ։ Ինչը բերանները բացում են, սաղ սուտ է, սաղ ծախված է, սաղ մի խոսքով, սենց։